Պարոն Աբրահամյան, դուք անընդհատ հղում եք անում պարոն Ղազարյանի երեկվա հայտարարությանը, որ ինքը կանադառնա, բայց ուզում դուք հիշեք պարոն Ղազարյանը ինչ կոնտեքստով անդրադարձավ իր նախորդ հայտարարությունը եւ շատ ցինիկ կերպով դա արեց, արդյոք ձեր ամբողջ խմբակցության մոտեցումն այդ ցինիկ կեսվածքը, որը դրսևորում է պարոն Ղազարյանը, այդ թվում այդ հարցին անդրադառնալիս, երբ այդ ամբիոնից հայտարարում էր, որ ինքը այդ հարցին այնուհետև կանադառնա։ Պարոն Հակոբյան, ես հիշում եմ երեկվա ձեր ելույթը, այստեղից հնչեցված, եւ շատ լավ հիշում եմ ինչ եք դուք ասել, եւ իրականում այնպիսի մոտս տպավորություն էր, որ ոչ թե ազգային ժողովի պատգամավորի ելույթ է, այլ Սիվիկի ամենայն հարգանքով լրագրողի ելույթ է։ Ինչ վերաբերում է ցինիկությանը, եկեք չանդրադառնանք այդ հարցին, երեք միջադեպ է եղել, որը որ օրեր շարունակ դրդվել է ձեր խմբակցության որոշ մի պատգամավորի կողմից, եկեք դրա երեք հնչած հայտարարությունների մասին չխոսենք։ Ինչ վերաբերում է երեք Էդգար Ղազարյանի ելույթին, պարոն Ղազարյանը երեք ելույթում ամեն ինչ ասել է եւ ես կներեք, բայց այդտեղ ցինիկության դրսևորում չեմ տեսել։ Ընդհակառակը շատ կոռեկտ հարգանքով պարոն Ռուբինյանի, պարոն Եղոյանի ծնողների հասցեին հարգանքով լի, հիշողություններով լի հայտարարություն էր։ Արձագանք։ Պարոն Աբրահամյան, երբ դուք ասում եք, որ ես չնայած իմ մասին չէի ասում, պարոն Ղազարյանի մասին էի ասում, բայց որ անդրադարձակ, որ ասում եք լրագրողի հարցի կամ ելույթի էր նման իմ ելույթը, նկատի ունեք ավելի շատ լավն էր, թե շատ վատն էր։ Նկատի ունեմ լրագրողներին ուզում եք դրանով թիրախավորել, որպես այդպեսին, թե ավելի գերագնահատել պատգամավորների համեմատած։ Ես ճիշտ ասած չհասկացա ձեր գնահատականը իմ ելույթի հետ կապված։ Խնդրում եմ դա էլ բարձրացնեք, որպեսզի մեր լրագրող գործընկերները հասկանան, դա կոմպլիմենտ էր ուղղված լրագրողներին, թե թիրախավորման փորձ։ Լրագրողներին ոչ մեկ չի թիրախավորում, մենք լրագրողների հետ ունենք շատ լավ աշխատանքային գործընկերային հարաբերություններ, ինչ վերաբերում է թիրախավորմանը, դա այն գործունեությունն է, որ որոշ պատգամավորներ տարիներ շարունակ դրանով զբաղված են եղել, պարոն Հակոբյան։ Ինչ վերաբերում է կոնկրետ հարցերին, ապա ըստ էության հիմա քննարկվում է, ընդ որում ես հիշում եմ նաև ազգային ժողովի նախագահության, նորընտիր նախագահության հորդորը, պարոն Արամ Վարդևանյանի ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու հարցը եւ ձեր հարցերը տվյալ օրակարգին, պարոն Հակոբյան, որևիցե առնչություն չունեն եւ ես ձեզ, ինչպես նաեւ ձեր խմբակցության պատգամավորներին, ինչպես նաեւ ազգային ժողովի նորընտիր նախագահությանը հորդորում եմ հետևողական լինել, ես հիշում եմ երեկվա ելույթները, երբ որ դուք այստեղ կանգնած էիք եւ ասում էիք դե ըստ էության խոսեք։ Խնդրում եմ հարցերը ուղղել ըստ էության։ Շնորհակալություն։